մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով մի քանի վարկաններեն բինանք մեր ուղի եթեր ծառայությունը միասին պիտի վերադառնանք եւ պիտի շարունակենք մեր սերտողությունը Հովաննու ավետարան արդեն 6-րդ գլուխ հասերենք եւ պիտի տեսնենք Տիրոջ օրհնությունները այսօր Հիսուս Քրիստոսի անձի վրա մի քանի վարկաններ ուրեմն կանչեցեք ձեր ընկերները բարեկամները ընտանիքի անդամները որովհետեւ միասին ունենանք այս օրհնապեր ժամերը Դեր օրհնեցես մի քանի երկ վարկանեն կվերակտնենք իրար
խոր հրթական հավիտենականության սքանչելի խոր հրթական հավիտենականության խաղաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր է քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Պարավորվի երրորդության մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, բարի եկաք սիրելի քույր եղբայրներ, այս ուղիաթեր ծառայությանը, ինչպես գիտեք, կսփռվի Փարիզեն, գողջունենք ձեզ դարբեր երկիրներ, դարբեր քաղաքներեն, գմիանակ մեզ Facebook-ով, Խոսքեգետ TV-ով, YouTube-ով եւ նաեւ գողջունենք Լոս Անջելեսի ICF-ի հերոստագայանը, որ մեզ ուղիղ եթերով կսփռե։ Աստված օրհնե բոլորիս, բոլոր ծառայողներին եւ պատրաստե մեզ Տեր Հիսուս Քրիստոսը թիմավորելու, պատրաստե մեզ ամենակարևորին Տեր Հիսուս Քրիստոսի խոսքին մեջ մնալով, իր խոսքը բահելով, զինքը սпасել, մինչև ինք վերադառնա։ Այս ուղիաթեր ծառայության ճշմարտության խոսքի ծառայության նպատակը այդ է, որ հասնի խոսքը քեզ, ուր որ գտնվիս, որ երկրի մեջ, որ քաղաքի մեջ որ ես, այդտեղ խոսքը լսելով դու այդտեղ նորոգվես, մաքրվես, սրբվես, պատրաստվես, ողջունես Տեր Հիսուս Քրիստոսի եւ իր Սուրբ Հոգիով լեցված բժշկությամբ, նորոգությամբ, նոր նայվածքով առաջ նայելով սпасես քո կյանքի նպատակին Քո կյանքի նպատակի մարդ արարածի կյանքի նպատակը Տեր Հիսուս Քրիստոսի հետ ըլլալն է։ Շատերը գիտեն, շատերը չեն գիտեր, բայց Երանի այդ մարդկանց որ գիտեն, եւ որ քո կյանքի նպատակը գիտես ուր է։ Շատեր գվազեն, գվազվզեն այստեղ, այնտեղ նպատակ գտնելով, շատերը կարծեն իրենց ուսումին մեջն է նպատակը, ուրիշներ ամուսնության մեջն է, ուրիշներ հաջողության մեջն է, ուրիշներ ֆինանսի մեջն է։ Ինչ գիտեմ, ամեն մեկս դարբեր նպատակներ գրնանք ունենալ, բայց Գրնամսել ցեզ թե ճշմարիտ Հիսուս Քրիստոսի հետևորդին նպատակը Տեր Հիսուսի նմանվելն է։ Խաչը վերցնելով, անձը ուրանալով Հիսուսի հետևիլ եւ իր գործը կատարել այս աշխարհի մեջ։ Երանի այն մարդուն, որ այդ կոչումի մեջն է այսօր եւ այդ կոչումի մեջն է, որ իր հաջույքը գառնե։ Դիրոջ ծառայելու, դիրոջ դան մեջ ծառայելու, դիրոջ ավետարանը քարոզելու, մարդկանց դիրոջ բերելու։ Երանի քեզ, եթե դու այդ ճշմարտության մեջ կգտնվիս։ Եվ եթե ոչ, այսօր թող լայն օրը, որ դու որոշես, ասես դեր կյանքիս նպատակը, շատ բաներու երևեն վազեցի, բայց շատ բաներու մեջ են ես չզգացի, չհասկացա, համ չարի իմ կյանքես։ Թող այսօրվան է վերջներ, քեզ հետևելով, քո կամքը կատարելով, քո միսիայի, քո առաքելության մեջ մնալով կարողանամ իմ կյանքս կատարել։ Հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Փառք Տիրոջը, ուրեմն սիրելի քույր եղբայրներ, իսկապես մենք ուրախ ենք, որ Դերը մեզ ամեն բանի մեջ կառաջնորդե իր ուրախության մեջ, իր ճշմարտության մեջ, իր ուղղության մեջ, որպեսզի մենք կարողանանք ամեն բանի մեջ իր օրհնությունը վայելել։ Փառք Տիրոջը։ Ուրեմն 124 Սաղմոս 124-ն է որ մենք պիտի
գարտանք իրար հետ։ Եթե դերը մեզի հետ չլար, թող Իսրայելը ասե, եթե դերը մեզի հետ չլար, թող այսօր ամեն մեկս ասենք, եթե դերը մեզի հետ չլար, ինչ պիտի լար։ Մենք մտածի, եթե դերը մեզի հետ չլար, ինչ պիտի լար։ Մենք մտածի քո կյանքին, եթե դերը մեզի հետ չլար։ Երբ մարդիկ մեր վրան ելեն, ողջ պիտի գլեին մեզ, երբ անոնց փարգությունը պիտի փորփոքեր մեր վրա, այո, երբ դերը մեզ հետ չլար, ճուրերը մեզ պիտի ընկղմեին, եթե դերը մեզ հետ չլար, փրփրած ճուրերը մեր վրա պիտի կային, մեր անձերուն վրայեն պիտի անցնեին, մի խոսքով եթե դերը մեզ հետ չլար, ինչ վիճակներ պիտի ապրեինք, ինչ իրարանցումներու մեջ պիտի լայինք, եթե դերը մեզ հետ չլար, ինչ այսօր ինչ կլար քո վիճակը, եթե դերը մեզ հետ չլար։ Սիրելի քույր եղբայր, մտածե այս մասին, եթե դերը քեզ հետ չլար, ինչ պիտի լար քո վիճակը։ Ուրեմն սիրելի քույր եղբայր, լուրջ նյութ է այսօր քեզի եւ ինձի համար, եթե դերը քեզ հետ չլար, ինչ պիտի լար քո վիճակը։ Շարունակությունը գսե օրտնյալը լա դերը, որ մեզ անոնց ագրաներուն որս չդվավ, թշնամիները, տևերը, մեղքը, աշխարը, օրտնյալը լաստված, որ մեզի անոնց որս չդվար, ինչու, քանի որ դերը մեզ հետ էր, մենք իրեն հետ էինք, մեր անձերը ջնջղուկի պես որսորդներուն որոքայթ պիտի ըլլային, որոքայթը գոդրվեցավ եւ մենք ազատեցանք օրտնյալը լա մեր Տերը, որ մեզ ազատեցուց, մեր օգնությունը Տերոջը անունովն է գսե, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։ Լավ գլա որ մտածենք, եթե դերը մեզ հետ չլար, ինչ պիտի լար։ Մեր կյանքը խառնված պիտի լար։ Դերևս հիմա պիտի ասես, սիրելի հովիվ, հիմա էլ մեր կյանքը խառնված է, իրարանցում ունենք, խնդիրներ ունենք, այո, բայց եթե դերը չլար քո հետ, շատ ավելի վատ պիտի լար քեզ։ Անորոմար փառք տուր Տիրոջ եւ ասե օրտնյալը լայն դերը, որ մեզի միջև այսօր բահեց եւ պաշտպանեց եւ իր սուրբ անվանը մեջ պահելով քեզ եւ ինձ այսօր այս բաստարի դիմաց, այս ինտերնետի դիմաց դրավ, որովհետեւ դու լսես այն խոսքը, քանի որ դերը քեզի շնորհք կնե։ Այո, դերը գուզե քեզ քո ցերկետ բռնե, քեզ դանելու այն ուղղության մեջ, որ ինք որոշած է քեզ։ Եթե դերը քեզ հետ չլար, դու պիտի գործվածը լայիր, բայց հայրը իր միածին որդին ուղարկեց, որովհետեւ քեզ բռնե։ Եվ դու իրեն բռնելով միասին, զղջումով եւ ապաշխարությամբ, լուրջ ճշմարիտ ճանապարհ քայլես Տիրոջը օրհնության մեջ, Տիրոջը խոսքին համաձայն իր փառքին մեջ։ Հալելույա, օրհնյալ է մեր Տերը։ Փառք մեր Տիրոջը, որ մեզ գուտա այս ճշմարտությունը։ Այն Աստվածը Հիսուս Քրիստոսով դարձավ մեզի հայր, Աբբա հայր։ Այո, օրհնյալը լա մեր Տերը, որ մեզի դարձավ հայր, եւ մենք այսօր վստահաբար գտարնանք մեր սրտերը, գտարցնենք մեր սրտերը, մեր մտքերը, մեր օրհնությունները, Տիրոջ օրհնությունները վայելելու համար։ Փառք մեր երրորդության Տիրոջը։ Եկեք լսենք այս երգով եւ գվերակրտնենք իրար։ Փրկություն շնորհեցի, թեպետ արշան չես, մեղքերն իմ ներեցի, սիրով ինձ կանչեցի, ես պատկանում եմ քեզ, քո սերն ինձ վերափոխեց, եւ երգում եմ ես, Աբա, հայր իմ երկնայի, մեծ է քո սերը, Աբա, Անուն թե ինձ վրա հներն անցան եւ ես զավակն եմ բարձրալի ազատ եմ անեցքի մեղքի կապանքներից քասի շարակն եմ քո
Հզոր ես Աբահայր, դու Տեր ես Աբահայր, իմ պաշտպանն ես Աբահայր, իմ վերն ես Աբահայր, իմ սերն ես Աբահայր, իմ ամենն ես և երբեք չես թողնի ինձ տեր Աբահայր, դու սեր ես Աբահայր, հզոր ես Աբահայր, դու Տեր ես Աբահայր, իմ պաշտպանն ես Աբահայր, իմ վերն ես Աբահայր, իմ սերն ես Աբահայր, իմ ամենն ես և երբեք չես թողնի ինձ տեր Աբահայր, դու սեր ես Աբահայր, հզոր ես Աբահայր, դու Տեր ես Աբահայր, իմ պաշտպանն ես Աբահայր, իմ վերն ես Աբահայր, իմ սերն ես Աբահայր, իմ ամենն ես և երբեք չես թողնի ինձ տեր Աբահայր, իմ երկնային, մեծ է քո սերը Դու խոստացել ես, մենակ չես թողնի Օրտնյալ լա մեր Տերը այս իր մեծափառության մեջ։ Հալելույա, իսկապես, որ Տերը մեզ գսորվեցնե իր արչև հասկանալ իր մեծությունը, իր աստվածությունը, իր զորությունը եւ այդպես կարողանանք ամեն բանի մեջ մեծափառությունը վայելել Տիրոջը։ Հալելույա, փառավորվի մեր Տերը, սիրելի քույր եղբայրներ։ Ահա մենք ուրեմն հասել ենք մեր սերտողության շարունակությունը Հովաննու ավետարան գլուխ 6 համար 16-ն սկսյալ իրար հետ պիտի շարունակենք այս գլուխը այս երկար գլուխը համար 16-ն մինչև ուրեմն սիրելի քույր եղբայրներ համար 16 մինչև վերջավորությունը մինչև այնտեղ որ մենք կրնանք հասնել այսօր շատ լուրջ թեմա է շատ կարևոր խոսքեր կան այստեղ որ Հիսուս պիտի ասե այս 6 գլխուն մեջ Եվ մենք պիտի փորձենք իրար հետ քննարկել այս գլուխը։ Համար 16-ն ուրեմն կսկսենք նախ հրաշքովը։ Իրիգունը գսե իր աշակերտները ծովեզերքը իջան, նավը մտնելով ծովուն անտին կողմը Կապառնայում գացին։ Այնտեղ մութը գողեր էր արդեն, բայց Տեր Հիսուս իրենց եկած չէր։ Ծովնալ հովին սաստիկ փչելեն դակն ու վրա գլար, երբ թիկ աշելով 25 կամ 30 ասպարեզի չափ կացին, դեսան Հիսուսը, որ ծովուն վրայեն քայլելով նավուն կմոտենար եւ վախցան։ Բայց Հիսուս ըսավ անոնց, ես եմ, մի վախնակ։ Այն այդպես անիկա նավը արին եւ նավը շուտով այն երգիրը հասավ ուր գերտային։ Ավասիկ սիրելի քույր եղբայրներ, կարևոր հարց կա այստեղ, որ մենք ուզենք իսկապես վայելել։ Նախ փոթորիկի մեջ նախ Հիսուս իր աշակերտներուն ինք գողարգե, որ ծովեզերք իջան եւ անտի գողմը անցնին։ Մինչ անտի գողմը գերտան, ինչ կպատահի, ավասիկ կպատահի այն, ինչ որ մեր կյանքերուն մեջ կպատահի։ Մեր կյանքերուն մեջ կան փոթորիկներ, դժվարություններ, խնդիրներ, խնդիրներ, մեր կյանքի մեջ կան այն ինչ որ մենք չէինք սպասեր, բայց այս բոլորը կալեն վերջ, կուկա եւ ավասիկ մեր կյանքի մեջ գլեցնե եւ կխանգարե մեզ, որ մենք երթանք այնտեղ, ուր որ գուզեինք, բայց չէինք կրնար։ Եվ այդտեղը այդ փոթորիկի ընթացքին վախ, դարաբանք, արգելք եւ մեր նպատակին կարծեք չենք հասնիր։ Գվախնան, ինչպես աշակերտները փոթորիկին մեջ եւ Հիսուս իրենց կուքա քիշերով։ Ճուրին վրա քայլով մենք գիտենք այս պատմությունը քանի անգամ կացինք ծովու ալիքների վրա ասելով թե
Ոչ մեկ արկելք չի գրնար խանգարել Տեր Հիսուս Քրիստոսին, որ կա քեզի։ Ոչ մեկ արկելք չի գրնար խանգարել, որ Տերը կա քեզ։ Մոդենա քեզ քու դժվարության, քու նեղության, քու իրարանցումի մեջ, քու վախի մեջ, քու փոթորիկի մեջ։ Ոչ մեկ արկելք չի գրնար կա, որ Տերը քեզ կա այսօր եւ քեզ այցել է քո փոթորիկի մեջ, սիրելի քուր եղբայր։ Հալելույա։ Եվ այսօր համար է, որ սիրելիներ, մենք վստահ ենք, որ ամեն վիճակի մեջ, ամեն իրավիճակի մեջ Տերը գրնակալ մեզի նույնիսկ ամենեն վատ փոթորիկին մեջ։ Եվ նույնիսկ այստեղ գտեսնենք աշակերտները Հիսուսի տեսնելով գարդեմ այդ մուտին չտեսան, չհասկացան, գիտեմ որ մարդ մը գկալի ճուրին վրա դարօրինակ իրավիճակ եւ այդ դարօրինակ իրավիճակի մեջ կսե վախցան, նորմալ բան է, բնական բան է, որ մարդկային մտածումներով հոգևոր բաներ չես կրնար տեսնել եւ այդ հոգևորը կդառնա քեզ վախնալիք, դարաբյալ, ցավալի եւ ավազիկ աշակերտները վախցան, խանգարվեցան իրարու։ Բայց Հիսուսի կարևոր խոսք այստեղ։ Գեղեցիկ է Հիսուս կսե ես եմ, մի վախնակ։ Միայն ես եմն է, որ քեզ վախեն դուրս կհանե։ Միայն այն Հիսուսը, որ գուկա քեզի, այն Աստվածը, որ գմոդենա քեզ։ Դու դերևս չես հասկնար, բայց միջև այնադեն, որ դու հասկնաս, որ ինքն է ես եմը։ Ես եմ, որ եմ, այն Աստվածը, որ ճուրերը գհնազանդին իրեն, փոթորիկները գհնազանդին իրեն, այն Հիսուս Քրիստոսը գուկա քեզի կտեբի քեզ, միջև այնեն, որ չընդունիս, որ ինքն է միագը, վախով պիտի ապրիս այս կյանքին մեջ։ Քանիներս գվախնանք դարբեր բաներեն եւ այդ ամեն վախերին մեջ Հիսուս ցայն մը գահանե եւ գսե ես եմ, մի վախնար։ Ընդունիր ինձ իբր ես եմը, որբեսի չվախնաս, որբեսի հասկնաս, որբեսի վայելես։ Եվ այդ փոթորիկի մեջ հագարակ այդ փոթորիկին հասնես նպատակին։ Եվ գեղեցիկ է, երբ Հիսուս կսե նավը մտավ, նավը գարձեք հրաշքով հասավ մյուս կողմ։ Հրաշքը այն է, որ Տերը քեզի դված նպատակին հասնիս։ Արկելքներ պիտի ըլլան, որ նպատակին չհասնիս։ Բայց մեն ամենակար Աստվածը գուզե քո նավիդ մեջ մտնել, քո կյանքիդ մեջ, քո իրավիճակիդ մեջ, նույնիսկ փոթորիկ եթե գա այնտեղ, նույնիսկ եթե անգարելի բան գա այդտեղ, նույնիսկ եթե փակված բաներ կան այդտեղ, Տերը գուզե այդտեղ մտնե, որբեսի այդտեղ խաղաղությունով լեցնե քեզ եւ հագարակ փոթորիկներուն քո նավուտ մեջ խաղաղությունը լա եւ այն ժամանակ հասնիս այն նպատակին, որ Տերը, որուն համար Տերը քեզ ստեղծեց այս աշխարհի մեջ։ Աստված ամեն մեկուսը ստեղծեց նպատակի համար եւ Տերը գուզե որ մենք այդ նպատակին անպայման հասնենք, բայց հասնելու համար պետք է իրեն քո նավուտ մեջ առնես։ Նավուտ մեջ առնել ասել է աբաշխարել, վերստինձելվիր, Սուրբ Օքին կա լեցնե քո կյանքը։ Իր ներկայությունը, իր աստվածությունը լեցնե քո էությունը, իր մեծությունը լեցնե քո ներսը, քո նավը լեցվի իր ներկայությամբ, քո էությունը ներսը լեցվի իր ներկայությամբ, հագարակ դժվարություններու, հագարակ փոթորիկներու, հագարակ հիվանդություններու, սիրելի քույր եղբայրներ, լավ հասկանանք մի բան։ Աստված գուզե նախ քո ներսը խաղաղությունով լեցնել եւ հետո իրավիճակները փոխել։ Եվ այստեղ Սուրբ Գիրքը չսեր, որ փոթորիկը դադրեցավ։ Սուրբ Գիրքը այս համարին մեջ Հովանես նպատակը ուրիշ է։ Հովանես այստեղ գսե եւ նավը հասավ իր նպատակին։ Փոթորիկը գշարունակվեր, բայց նավը հասավ իր նպատակին։ Մենք ուրիշ արիտներ ալ եղած է, որ Հիսուս ճուրին վրա կայելով եկավ փոթորիկը կանգնեցուց եւ այլն, բայց այստեղ Հովանես մեզ ուրիշ բան ասել գուզե։ Դերևս նույն պատմությունը կպատնե, բայց դարբեր ցևով։ Նպատակը այդ էսելով, սիրելիներ, կյանքի ուղղությունը այն է, որ դու ապրիս այն ինչ որ Տերը քեզ համար որոշած է։ Եվ այս աշխարհի մեղքը, դևերը, խնդիրները, փոթորիկները պիտի արգելեն քեզ, որ դու հասնիս այն Տիրոջ քեզի դված նպատակին։ Բայց երբ Տեր Հիսուս Քրիստոս կմտնե քո նավը իր Սուրբ Օքի զորությամբ, դու պիտի հասնիս անտիի գողմը կրված այստեղ, ուր որ գերտայիկ այնտեղ պիտի հասնիս։ Միայն ընդունիր Տեր Հիսուս Քրիստոսի իբր միակ եսյեմը, եւ այն ժամանակ քո վախը թող բարադի, եւ այն ժամանակ պիտի հասնիս քո նպատակին։
ավելի Աստծո դված նպատակին քեզի համար։ Ոչ թե քո նպատակին, այլ Աստծո որոշած նպատակին։ Ինչ գեղեցիկ պատմություն այստեղ։ Դերը քեզ օրհնե, որ հասկանաս, դերը թող լեցնե քո ներսդ, որ դու հասկանաս այս միտքը։ Այսօր նաև քեզ, սիրելիս, Հիսուս կուքա դեպի քեզ, որովհետեւ ընդունես իրեն իբր Աստված քո կյանքիդ մեջ։ Հանձնվիս իր մեծությանը եւ մնացած իր կորձն է։ Ինչ պիտի դանի, ինչպես պիտի դանի, երբ պիտի դանի, ինչ ծևով պիտի դանի, այդ իր կորձն է։ Կարևոր այդ է, որ դու ընդունես իրեն իբր քո Աստվածը, քո նավը ղեկավարողը, քո կյանքի գլուխը, քո ղեկը կյանքի ղեկը ինքն է։ Եթե ընդունես, եթե հանձնվիս, եթե նվիրվիս, ինքն է երբ, ինչպես, ուր քեզ հասցնել։ Իրենը լա փառքը, հալելույա, ամեն եւ ամեն։ Համար 22։ Հետևյալ օրը ժողովուրդը որ ծովն անտիգովներ եւ դեսեր էր որ ուրիշ նավակ չգար, այն մեգեն զատ որուն մեջ անոր աշակերտները մդեր էին, իսկ Հիսուս իր աշակերտներուն հետ նավը մտած չէր եւ միան անոր աշակերտները կացեր էին, բայց դիպարիային ուրիշ նավակներ եկան այն դեղին մոտ, ուր դերոջը կոհանալով հացը գերեր էին, այն ադեն ժողովուրդը տեսնելով թե ոչ Հիսուսը հոն է, ոչ անոր աշակերտները, իրենք ալ նավը մտան եւ կացին Կապառնայում Հիսուսի փնտրելու։ Կացին Հիսուսի փնտրելու։ Հիսուս իրենց հաց տված էր։ Եթե գիշեք անցյալ անգամ մենք խոսեցանք 6-րդ գլխում սկիզբը։ Հիսուս հաց տված էր։ Հիսուս գերագրած էր։ Հիսուս մարդկանց լավ բաներ հրած էր։ Հրաշք կրած էր։ Անշուշտ կփնտրեին Հիսուսին։ Կփնտրեին իրենց լավության համար։ Կփնտրեին, որ Հիսուս իրենց լավությունն է։ Կփնտրեին, որ Հիսուս իրենց օրհնե, բժշկե, նորոգե։ Ինչպես այսօր շատեր եկեղեցիներու մեջ կփնտրեն Հիսուսը, որ Հիսուս իրենց լավությունն է։ Բժշկե, նորոգե, մաքրե, իրենց ընտանիքը օրհնե։ Ասմարտիգալ նայեցեք նավը թողեցին, նավ արին, նավու մեջ նստան, կացին, լիճը անցան, Կապառնայում հասան, ինչ հոգնություն Հիսուսի փնտրելու, բայց Հիսուսին ինչը փնտրելու։ Ու երբ զանիգա ծովուն անտիգոմը կդան, ըսին անոր, Ռաբբի, երբ եկարտուն հոս։ Հիսուս պատասխան տվավ անոնց եւ ասավ, ճշմարիտ գսեմ ձեզի, դուք զիս կփնտրեք ոչ թե անոր համար, որ հրաշքներ տեսակ, հապա անոր համար, որ հացերեն գերակ ու գշտացակ։ Դուք ինձ կփնտրեք ոչ թե հրաշքներով համար միայն, կփնտրեք ինձ ձեր, քանի որ գերակ գշտացակ։ Մեկ խոսքով կփնտրեք ինձ ձեր անձնական շահերուն համար։ Հիսուս կսեր։ Քանիներուս արդյոք Հիսուս այս բանը պիտի ասե։ Դու ինձ գաղութես քո անձնական շահիդ համար։ Եկեղեցի երտաս քո անձնական շահերու համար։ Որ լավս կաս, լավ լակեզի։ Մարդանց գոկնես քո անձնական շահերու համար։ Քո անձնական շահերու համար հոգևոր կյանք կունենաս։ Քանի ինչ պիտի սեր արդյոք Հիսուս մեզ։ Եթե տեսներ մեզ այսօր եկեղեցիներու մեջ, տեսներ մեզ մեր աղոթքի ընթացքին, տեսներ մեզ մեր սուբկիր կարդալու ընթացքին, ինչ պիտի ասեր Հիսուս ինքը։ Համար 27-ը գարձեք մեզի ուղղություն կտա։ Եվ գսե կացեք, կործեցեք ոչ թե գորստական գերագուրին համար, հապա այն գերագուրին համար, որ հավնական կյանքի մեջ գմնա։ Կացեք, կործեցեք։ Ասել է ընելիքներ ունիք հոգևոր հավնական կյանքի մեջ մնալու համար։ Կացեք, աշխատեցեք, մտածեցեք ոչ թե գորստան բաներուն։ Գլուխնիդ աշխատացեք ոչ թե գորստյան բաներուն, անցողական, աշխարհիկ բաներու համար, այլ գլուխնիդ աշխատացեք հոգևոր բաներու համար։ Քանի որ այն է որ հավնական պիտի մնա։ Այս խոսքը Հիսուս մեզ բոլորիս կսե։ Նայեցեք այսօր մանավանդ Եվրոպայի մեջ կամ ամեն աշխարհի մեջ նույնն է։ Գվազվզե մարդը աշխարհային անցողական բաներու յետևեն։ Եվ Հիսուս կսե կացեք, կործեցեք։ Անցողական գերագուրին համար չէ, այլ հավիտենական բաներու համար, երկնային բաներու համար, հոգևոր բաներու համար կացեք, կործեցեք։
Ձեր աղոթքը նպատակ ունենա։ Ձեր սուպգիր կարտալը նպատակ ունենա։ Ձեր եկեղեցի երթալը նպատակ ունենա։ Ձեր ընկերային կյանքը նպատակ ունենա հոգևոր բաներում։ Կացեք, կործեցեք հոգևոր բաներուն համար եւ ոչ թե անցողական բաներուն համար, որոնք պիտի այսօր կան, վաղը չի կան։ Այն հավիտական կյանքի համար, որ կմնա, այսօր մասին կործեցեք, գրված է, որ որդի մարդու ցեզի պիտի դա։ Ուրեմն այս համարներեն հետո, բոլոր համարները, որ պիտի կարդանք հիմա, Հիսուս շեշտը իր վրա գտնե։ Իր աստվածությանը վրա, անցյալ անգամ մենք տեսանք, իր էյությանը վրա, իր հորը հետ մեկ ըլլալու համար վրա։ Ուրեմն գսե, որդի մարդու ցեզի հավիտենական ուղղություններ պիտի դա։ Ցեզի պիտի դա այն բաները, որ հավիտյան պիտի մնա։ Այն բաները փնտրեցեք, այն բաներու մասին աշխատեցեք եւ կործեցեք։ Հայր Աստված զանիկա գնքեց։ Ով որդի մարդուն։ Հիսուսի մասին է խոսքը։ Հիսուս իր մասին գսե, Հայր Աստված գնքեց։ Այն adեն անորսին ինչ ընենք, որբեսի Աստծո կործերը կատարենք։ Հիսուսի պատասխանը շատ բարձ։ Այս է Աստծո կործը, որ անոր ղրգածին հավատակ։ Ասին անոր, բայց թուն ինչ նշան գնես, որ տեսնենք ու քեզի հավատանք։ Ինչ նշան գնես։ Հասկացան, որ անոր ղրգածը, Աստծո ղրգածը Հիսուսն է։ Ուրեմն Հիսուսին կդառնա, քեզի հավատալու համար ինչ ընենք։ Քեզի հավատալու համար թուն ինչ նշաններ գնես։ Ինչ կկործես, ինչ կնես։ Շեշտը գտնեն, թե Հիսուս թուն ինչ կնես, որ մենք հավատանք քեզի։ Հիսուսի հավատալու համար այսօր շատերս գնային, թե Հիսուս ինչ գնե։ Եվ շատերը կարոզեն, կվգային, կսեն, այցեք, Հիսուս այս գնե, այն գնե, այն գնե, այն գնե։ Ուրեմն հավատացեք Հիսուսի իրարած կործելուն համար։ Աստեղ Հիսուս բոլորին դարբեր բան պիտի բացատրե հիմա։ Թուն ինչ կկործես, մեր հայրերը անաբադին մեջ մանանան գերան, ինչպես գրված է, երկինքեն հաց տվավ անոնց, որբեսի ուդեն։ Ուրեմն հրյաները գսեն, Մովսեսին Աստված հաց տվավ, երկինքեն իջավ, եւ անոնք տեսան, եւ գերան։ Թուն ինչ կնես։ Մովսեսը հաց բերավ, Մովսեսի միջոցով հաց եկավ երկինքեն։ Թուն ինչ կնես, քու կործդ ինչ է։ Թուն ինչ պիտի դաս մեզի։ Թուն ինչ պիտի նվիրես մեզի, որբեսի հավատանք քեզ։ Գիտեք, այս խոսքը միշտ եղավ ամբողջ ավետարանի մեջ։ Հաչին վրա ասին իջիր, որ հավատանք։ Այս բանը ըրե, որ հավատանք։ Ինչ նշաններ գնես մեզի, որ հավատանք։ Հոսալ գսե, ինչ կնես, որ մենք հավատանք։ Հիսուս անոնց ըսավ, ճշմարիտ կսեմ ցեզի։ Մովսես չդվավ ցեզի երկնավոր հացը, բայց իմ հայրս գուդա ցեզի ճշմարիտ երկնավոր հացը։ Մովսես բամը չրավ, հայրը դվավ այդ հացը։ Հրյաները Մովսեսին այնպես գվարվեին, որ Մովսես շատ մեծ կործեր կատարեց, շատ մեծ բաներ ըրավ։ Հիսուս կսե, որ Մովսես չէ, որ ցեզի հաց տվավ երկինքեն։ Իմ հայրս ցեզի դվավ այն հացը, բայց հիմա այն հացը ինքը գուդա ցեզի։ Հայրս գուդա ցեզի ճշմարիտ երկնավոր հացը, ոչ թե այն հացը, որ ամեն օր գուդեին եւ հաջորդ օրը գչորնար եւ գթարամեր, այն հացը չէ, ճշմարիտ երկնային հացը, հոգևոր հացը, հավիտենական հացը, որ չի տարամիր, չխախտվիր, վասնզի Աստուծո դված հացը այն է, որ երկինքեն գիչնե ու աշխարհի կյանք գուդա։ Ուրեմն այն հացը, որ Աստված գուդա գսե, երկինքեն գիչնե եւ կյանք գուդա աշխարհին։ Գիշեք Հովանես Ավետարանի սկիզբնալ այս թեմաները խոսվեցավ, որ Աստված գուդա երկինքեն բամը, որ մարդուն բոլորովին մարդս փոխե։ Եվ նույն բանը գսե երկինքեն գիչնե աշխարհի կյանք տվավ։ Ուրեմն նայեցեք ինչ կսեն այս հրյաները։ Դեր ամենադեն այն հացը մեզի դուր։ Ժողովուրդը գսե թուն ինչ կնես, որ քեզ հավատանք։ Հիսուս գսե Աստված հաց գուդա ցեզի երկինքեն։ Ժողովուրդը գսե ուրեմն այդ հացը դուր։
Փամը ըրե, փամը դուր մեզի, փամը փոխանցե մեզ, որ մենք քեզ հավատանք, եւ Հիսուս կսե հետեւյալը. ես եմ հացը, ես եմ գենաց հացը, ան որ ինձի գուքա երբեք պիտի չանոթենա եւ ան որ ինձի գահավատա երբեք պիտի չձարավի։ Ոչ че ես տեզի փամը պիտի դամ, ես եմ ան որ դուք պետք ունիք։ Դուք պետք չունիք ինչ որ ես ցեզի գուտամ, այլ դուք պետք ունիք ինձ, այդ երկնային հացը, երգինքեն իջած հացը։ Այս համարներուն մեջ քանի անգամներ երգինքեն իջա, երգինքեն իջա, երգինքեն իջա գսե Հիսուս մանանայի հետ ինքզինք համեմատելով։ Ոչ թե ինք հաց դվողն է, այլ ինքն է հացը, ինքն է անհրաժեշտը։ Ուրեմն ոչ թե նայեցեք կսե Հիսուս իմ ցերքերուս, թե ես ձեզ ինչ պիտի դամ, ինչ պիտի կործեմ, ինչ հրաշքներ պիտի դնեմ որ դուք հավատաք, ոչ, այլ դուք ինձի պիտի նայեք, ես եմ հացը։ Հալելույա։ Ես եմ գենաց հացը, ան որ ինձ գուքա երբեք պիտի չանոթենա, ան որ ինձ գավադա երբեք պիտի չձարավի։ Բայց ես ցեզի ըսի թե դուք զիս տեսակ ու չեք հավատար։ Դուք զիս տեսակ, բայց չեք հավատար, կամ ինձ պետք գսպասեք բաները, որ ես ցեզ դամ։ Սիրելի քրիստոնյա ժողովուրդ, մենք Աստծուց մե փամը պիտի չսպասենք, մենք Աստված պետք ունենք։ Մենք Հիսուսին ցերքին պիտի չնայենք, մենք պիտի ընդունենք Հիսուսը։ Իրեն պիտի հետևենք, ինքն պիտի ճաշտենք, իրեն պիտի հնազանդենք, ինքն է հացը, ինքն է գետրոնը, ինքն է ամեն ինչին գետրոնը։ Եվ այս է որ շատերը սխալներ գնենք, Հիսուսի ցերքին գնայինք, թե ինչ պիտի դա, ինչ պիտի ստանանք, ինչպես պիտի ապրենք, ինչպես պիտի այս, ինչպես պիտի այն։ Սիրելի քույր եղբայրներ, հալելույա, այդպես չէ։ Հիսուսն է գետրոնը ամեն ինչին։ Եվ ես ցեզի ըսի Հիսուս, եւ դուք չեք հավատար, որ թե ես երգինքեն իջած եմ։ Այն ամենը որ հայրը ինձի գուտա, ինձի պիտի կան, եւ ան որ ինձի գուքա, բնավ դուրս պիտի չանեմ։ Ես, ինձի, ես, գետրոնը ես եմ, Աստված խրգած է որդին, հայրը ամեն շեշտը տրած է որդին վրա, ես եմ, Հիսուսն է գետրոնը ամեն ինչի։ Հալելույա։ Դուք չեք հավատար, ինչու։ Առաջին անգամ այստեղ ուրեմն 4 անգամ նույն բանը պիտի ասե Հիսուս, որուն առաջին այստեղ է, ան որ հայրը ինձի գուտա, ինձի պիտի կա։ Հայրն է դվողը, որ մարդիկ կան Հիսուսի։ Այն մարդը, որ Հիսուսին չի կար, ասել է որ այն մարդու մեջ հայրը դեր կորձ ըրած չէ։ Հայրը պետք է կորձ ընե, որ այդ մարդը դառնա Հիսուսի։ Այն հավատացյալները, որ գսեն Հիսուսի մեջ չի գա, կարևորը Աստված է, այդ մարդու մեջ Աստված դեր կորձ ըրած չէ։ Աստված որ մեգումը մարդուն մեջ, մի մարդու մեջ կորձ գնե, այդ մարդուն միանշանակ գբերե Հիսուս Քրիստոսի։ Հալելույա։ Օրտնյալը լա մեր դերը։ Երբեք ես դուրս պիտի չհանեմ այն մարդը, որ հայրը գուտա ինձի։ Բնավ ես դուրս պիտի չհանեմ այն մարդը, որ հայրը գուտա Հիսուսի։ Այն մարդուն, որ Հիսուսին գուտա հայրը։ Գնաք երևակել, հայրը գուտա Հիսուսին մի անցի եւ այն անցը երբ Հիսուս գարներ ցերկերուն մեջ երբեք դուրս չհաներ։ Գտեսնեք որ մարդիկ կուզեն տեսնել թե Հիսուս ինչ կնե։ Հիսուս կսե որ նայեցեք ես ով եմ։ Եվ այսօր այս մեր հավատացյալներու մեջ շատ մեծ խնդիրներ կա այս ուղղությամբ սիրելի քույր եղբայրներ։ Քանի որ շատ հավատացյալներ կտեսնեն եւ գնային եւ գուզեն գիտնալ որ դերը ինչ կնե, դերը ինչ կնե, դերը ինչ պիտի ընե, դերը ինչ պիտի դա, գաղութեն եւ այլն դերը ինչ պիտի ընե, դերը ինչ պիտի դա, բայց դերը գսե մեկ վարգանը ստոպ։ Դու ինձի պետք ունես։ Շատերս գաղութեն կսենք դեր այս բանը հրե, այն բանը հրե, այն բանը հրե, այս փոխե, այն հրե, դերը գսե ստոպ։ Դու ինձի նայիր։ Ես եմ քեզի պետքը եւ ոչ թե ես ինչ կուդամ քեզ։ Եվ այս որ դժբախտաբար շատ հուսախապություններ գաբրինք այսօր եկեղեցիներու մեջ, երբ կտեսնենք մարդիկ ավելի դիրոջը դվածին կսպասեն, կամ իրենց հարցումներուն պատասխանին, կամ իրենց աղոթներու պատասխանին, եւ չեն նայիր դեր Հիսուս Քրիստոսի։ Այստեղ շատ կարևոր է դու քեզ նայիր։ Վասնզի ես երգինքեն իջա, ով գսե Հիսուս։
մարգարե չէր, մարդ մը չէր, երկինքեն իջա, ինքս է, ես երկինքեն իջա, այն մանանան, որ Աստված երկինքեն ուղարկեց, այն խորհրդաբատկեր էր ինձի, որ ես երկինքեն իջա, որպեսի անոր ինձի ուդե հավնական կյանք ունենա, ոչ թե մեկ օր ապրի, այլ հավիտյան ապրի, անոր ինձի գուքա երբեք պիտի չանոթենա։ Մանանան մեկ օր գուդեիր, հաջորդ օրը պետք է մեկ մնալ ուդեիր։ Եվ եթե մեկ օր առնեիր եւ բահեիր հաջորդ օրվա, հաջորդ օրը այդ մանանան գչորնար, գթարամեր։ Բայց Հիսուս, երբ օրտուն գուդես, երբեք պիտի չանոթենաս, քանի որ իսկական երկինքեն իջնող հացը ինքն է։ Հալելույա։ Ես երկինքեն իջա, ոչ թե իմ գամքս ընելու, հաբա անոր գամքը, որ զիս խրգեց։ Եվ զիս ղրգող հորը գամքը այս է, որ այն ամենը, որ ինք տվավ, չգործընծնեմ, հաբա անոնց հարություն առնել դամ վերջին օրը։ Ահա վասիկ Հիսուս կսե համար 39-ի մեջ։ Հորը գամքը այդ է, որ անորդ հայրը ինձի գուդա, ես այդ մարդուն չգործընծնեմ, հաբա հարություն առնել դամ վերջին օրը։ Հարություն առնել դամ վերջին օրը։ Հարությունը Հիսուս պիտի դա։ Անոր համար Հիսուսն է մեր, Հիսուսն է գետրոնը ամեն ինչին, Հիսուսն է կյանքը, Հիսուսն է հարությունը, Հիսուս ինքն իրույն կյանք ունի, Աստված իրեն կյանք չէ տված, ինքն է կյանքը։ Անոր համար այստեղ այս համարները, որ 6-րդ գլուխը լավ գսերտենք, Հիսուս իր աստվածությունը ցույց կտա։ 5-ին մեջ ալ նույնն է, 5-րդ գլխուն մեջ տալ։ Հիսուս իր աստվածությունը մի քանի ցևերով կպատմի։ Ագանջ ունեցողը թող լսե եւ հավատա։ Չգործընծնեմ, հաբա հարություն առնել դամ վերջին օրը։ Քանզի զիս ղրգողին գամքը այս է, որ այն ամենը, որ դեսնեն որդին եւ գհավադան անոր հավնական կյանք ունենան, ես ալ անոնց հարություն առնել դամ վերջին օրը։ Ավասիկ հորը գամքը այս է, որ Հիսուսին մարդիկնային, Հիսուսին հավադան, Հիսուսին հետևին եւ Հիսուսով հավնական կյանք ունենան հարություն առնելով վերջին օրը։ Գրեցեք վերջին օրը, վերջին օրը, վերջագետ կա, վերջին օր կա այս աշխարհին մեջ։ Քո կյանքիդ մեջ վերջին օր կա, այս աշխարհի մեջ վերջին օր կա, դիեզերքին համար վերջին օր կա։ Եվ այն վերջին օրը Հիսուսն է ամեն ինչ ղեկավարողը։ Հարություն տվողը ինքն է։ Հալելույա։ Հրյաները կդնդչեին իրեն թեմ, վասնզի ըսավ թե ես եմ երկնքեն իջած հացը։ Գնաք երևակել, հրյաները լավ կհասկնային, թե Հիսուս իր աստվածությունը կհրճագեր եւ անոնք կդրդնչեին, կխանգարվեին, իրար կանցնեին։ Ես եմ երկինքեն իջած, երկինքեն իջած։ Հալելույա։ Հիսուսն է միակը, երկինքեն իջածը։ Երկինքեն իջած հացն եմ, հացը, որ անհրաժեշտ է մարդուս համար։ Եվ այս ասել գուզե, անաբադին մեջ հացը գերան եւ ապրեցան։ Մեր այս աշխարհի անաբադին մեջ հացը պետք է ուտենք, որ ապրենք, ուրիշ բան պետք չունենք։ Այս մեր բոլոր ունեցածները մեզի անհրաժեշտ չեն ապրելու համար, հացը պիտի ուտենք, որ մենք ապրենք։ Հացը անհրաժեշտ է մեր համար։ Եվ գսեին ասիգա Հովսեփին որդին Հիսուսը չէ, որուն հայրն ու մայրը մենք կճանչնանք, ուրեմն ինչպես կրնա ասել, թե ես երկինքեն իջա։ Գտեսեք ինչպես չէին կրնար հավատալ, որ Հիսուս մարդը, այն Հիսուս Աստվածն է, որ երկինքեն իջա։ Գադարյալ մարդ եւ գադարյալ Աստված չէին կրնար ընդունել, մինչեւ այսօր շատեր չեն ընդունել։ Իրենց իր մայրը տեսանք, իր հայրը տեսանք, ուրիշ տեղ գսե իր քույրերը մեր հետն են, իր եղբայրները մեր հետն են, մենք կճանչնանք իր ընտանիքը, ինչպես կրնա ասել, որ ես երկինքեն իջա։ Քանի որ չեն հավատար, որ ինք կատարյալ մարդ էր, այո, ծնավ Բեթլեհեմ, մեծավ Նազարեթ, այո, մարդիկ տեսան իր մայրը, հայրը, եղբայրները, քույրերը, ընկերները, փոքր եղած ժամանակ, այո, տեսան, բայց իր կատարյալ Աստվածը լալը չհասկացան։ Պատասխան տվավ Հիսուս եւ ասավ. «Դրդունչ մի անեք ծեր մեջ։ Մեկը չի կրնար ինձի կալ, եթե զիս ղրգող հայրը զանիգա չքաշե, ու ես անոր հարություն առնել դամ վերջին օրը»։ Գլուխտիք մոկնեցնեք։ Մեկը չի կրնար ինձի հավատալ, մեկը չի կրնար ինձի կալ,
Մեկը չկնար ինձ ընդունիլ, միջև այն որ հայրը իր մեջ արտնության հոգին չտնե։ Ուրեմն հայրն է որ մարդկանց կքաշե դեպի Հիսուսին, բայց մարդն է որ իր աբաշխարությամբ պիտի գա այդ ուղղությամբ։ Անով մենք բարդականություն ունենք եւ պատասխանություն։ Աստված քեզ կքաշե, բայց դու պիտի գաս։ Աստված գնե առաջին կորձը, որ մարդը բացվի իր ուղեղը, իր սիրտը, իր միտքը, այո, բայց մարդը պիտի պատասխանե այդ կորձին։ Ուրեմն Հիսուս կասե մեկը չի կրնար ինձ գալ։ Դուք չեք հավատար, չեք ընդունիր, վիճապանություններ գնեք, մամայիս, պապայիս անունները գուտակ, չեք հասկանալ, որ ես կատարյալ Աստված եմ, կատարյալ մարդ եմ, չեք կրնար հասկանալ, մինչև Աստված այդ կորձը ձեր մեջ չունե։ Ուրեմն երբ որ հայրը այդ կորձը գնե այդ ձեր մեջ, դուք պիտի գաք ինձի, այո, այդ ծեր գամքով, ինչպես Հիսուս կսե, ան որ գուզե ինձի գալ իրանց ուրանա խաչը վերցնեմ իմ դիվինս կա, ասի իմ կորձս է, եւ երբ որ դուք արգունեք ձեր կորձը, գմիապանեք ձեր կորձը ամենագարող հորը ծառայությանը կամ հորը գոչին, երբ որ դուք գմիապանվեք, հարություն պիտի դամ ձեզ վերջին օրը։ Քանի անգամ ասավ այս մի քանի համարներում մեջ, հարություն, հավնական կյանք, վերջին օր, ես եմ, երկինքեն, ես իջա, հայրը ասավ որդին, միան որդին գուտա, որդին ես եմ, գետրոնը ես եմ, գենացածը, ան որ ինձի ուդե բիդի չանոտնա, ան որ ինձի խմե բիդի չզարավի։ Կհասկնաք, այս հոյակապ բաները Հիսուս շեշտը գտնե իրանցին վրա։ Սիրելի քույրեր, շատ աղոտ է եւ փառք տուր Հիսուսին։ Աղոտ է որդվույն, հորը աղոտ է այո Հիսուսի անունով, բայց գետրոնը միապանությունը մեզ գաբողը հորը հետ Հիսուսն է ինքը, Աստված ասավ ադոր մդիկ ըրեք։ Միակ բարեխոսը, միակ միջնորդը մարդուս եւ Աստծո Հիսուս Քրիստոս մարդն է։ Կատարյալ մարդ, կատարյալ Աստված, ուրիշ բարեխոս չգա, ուրիշ միջնորդ չգա։ Միայն Հիսուսն է, որ գմոդեցնե մարդուն եւ միայն ինքն է որ հարություն առնել պիտի դա մարդուն վերջին օրը։ Ուշադիր լակ չխապվիկ։ Հիսուսեն դուրս ձեր նայվածները աչ ցախ թող չի երթան։ Մարգարեները գրած են եւ ամեն ոք Աստված Աստուծո մեծ սորված պիտի ալա այն որ հորմես կլսե ու գսորվի ինձի գուկա։ Ինչ քեղեցիկ խոսք է։ Այն որ հորմեն գսորվի ինձի գուկա։ Ասել է որ ան որ գլսե իսկապես դիրոց ցայնը, ան որ կհասկնա դիրոց ցայնը, ան որ գլսե դիրոց ցայնը, գուկա դիրոջը, ան որ գլսե դիրոց ցայնը, հորը ցայնը, գուկա Հիսուսի, ան որ չի կար Հիսուսի, սիրելի քույր եղբայրներ, ան որ չի կար Հիսուսի, այն մարդն է որ Աստուծո բամը չհասկնար։ Գասկնակ սիրելի քույր եղբայրներ, ան որ չի կար Հիսուսի, ասել է որ Աստուծո բամը չհասկնար։ Աստուծո բամը չսորված։ Իր մեջը ոչ մեկ հայտնություն չբացված։ Դարմանալի է։ Ոչ մեկ հայրը դեսած է, այլ միայն այն որ Աստուծո է, անիգա հայրը դեսած է։ Հիսուս իր մասին կխոսի։ Դուք չեք տեսած հայրը, ես տեսած եմ։ Ես գիտեմ ինչ մասին կխոսի։ Ես գիտեմ ով է հայրը գսե Հիսուս։ Ես գիտեմ հայրը ինձ ինչ սավ գսե Հիսուս։ Դուք չեք գիտեր։ Ճշմարիտ կսեմ ցեզի, թե ան որ ինձ կհավատա, հավիտենական կյանք ունի։ Հալելույա։ Ան որ ինձ կհավատա, հավիտենական կյանք ունի։ Ես եմ գենացածը, կյանքի հացը։ Ձեր հայրեր անաբադին մեջ մանանան գերան ու մերան։ Բայց քիչ առաջ ինչպես որ գսեի, այս է այն հացը որ երկինքեն գիչնա, որովհետեւ եթե մեկը ատկե ուդե չմեռնի։ Հիսուս Մովսեսի այդ անաբադի հացը եւ իր հաց լալը գմիապանե իրարու։ Հрьяաները լավ գիտեին այդ պատմությունը, որ անաբադին մեջ գերան, անաբադին մեջ ապրեցան, բայց գիտեն նաև որ գերան եւ մերան։
բայց իմ հացը, որ ես եմ, ոչ թե այն հացը, որ ես կուդամ, ինչպես Մովսես հաց տվավ, ինչպես Աստված հաց տվավ, ոչ, ես եմ հացը, կարևոր է, մի քանի անգամ գրտնեցի, մեկ անգամ գրտնեմ, ոչ թե Հիսուսի ցերկն է կարևորը մեզի, այլ Հիսուսն է կարևորը մեզի։ Այն անեն հացը, որ երկինքեն գիչն է, որովհետեւ եթե մեկ հատկե ուդե չմեռնի, ես եմ գենտանի հացը, որ երկինքեն իջա, գտեսեք քանի անգամ Հիսուս կսե երկինքեն իջա, եթե մեկը այս հացեն ուդե հավիդյան պիտի ավրի եւ այն հացը, որ ես պիտի դամ իմ մարմինս է, որը ես պիտի դամ աշխարհի կյանքի համար, այն հացը իմ մարմինս է, ես եմ, որ խաչի վրա պիտի դամ մարդկանց փրկության համար։ Հիմա այստեղ մարդիկ կսկսան խառնվելու, ինչ ըսել է իմ մարմինս ուդել։ Ես եմ հացը, ես կուդամ ցեզ իմ մարմինս ուդեք, այդ ինչ խոսք է։ Այսօր վրա հрьяաները իրարու հետ կվիճեին եւ գսեին, ինչպես կրնա ասիգա իր մարմինը մեզի դալ ուդելու։ Հիսուս ասավ ճշմարիտ կսեմ ցեզի, եթե որդի մարդու մարմինը չուդեք եւ անոր արյունը չխմեք, ցեր անցերուն մեջ կյանք պիտի չունենաք։ Ինչ ըսել գուզ այստեղ, արդյոք Հիսուս իր իրական մարմինի մորթի միսի մասին կխոսե։ Ոչ, այլ գխոսեր իրեն հետ մեկ ըլլալու մասին։ Ուդել ըսել է իրեն, ուդել ըսել է ինքը ունենա մեր մեջ, ինքը կա մեր մեջ, իր արյունը ըսել է իր կյանքը, արյունը կյանք է, իր արյունը խմել ըսել է իր կյանքը ունենալ մեր մեջ։ Եթե մենք Հիսուսը չառնենք, եթե Հիսուսի էությունը չվերցնենք, մենք կյանք չունենք մեր մեջ։ Մենք կրոնական մարդիկ պիտի ըլլանք։ Անորմալ կսե անոր չուդե, կյանք չունի։ Միջև չուդեք անոր արյուն եւ չխմեք, ցեր անձերու մեջ կյանք պիտի չունենաք։ Կյանք պիտի չունենաք։ Ով որ իմ մարմինս ուդե եւ իմ արյունս խմե, հավիտենական կյանք պիտի ունենա, ու ես անոր հարություն առնել դամ վերջին օրը։ Հավիտենական կյանք, երբ Հիսուսը գուդես, երբ Հիսուսը գխմես, երբ Հիսուսն է կարևորը քո կյանքին։ Հավիտենական կյանք, երբ Հիսուսեն գուքա։ Հալելույա։ Ով որ իմ մարմինս ուդե եւ իր արյունս խմե, հավիտենական կյանք պիտի ունենա, եւ ես անոր հարություն առնել պիտի վերջին օրը։ Բասանսի իմ մարմինս ճշմարիտ կերագուր է, իմ արյունս ճշմարիտ ըմբելիք է, եւ անոր իմ մարմինս գուդե եւ իմ արյունս կխմե, անիգա պիտի իր ներսիտին, ես ներոջուն անիգա իմ ներսիտին կփնագի, ու ես անոր ներսիտին կփնագիմ։ Հասկացաք ինչ որ զսկիչ առաջ։ Մեգություն։ Հիսուսի արյունը խմել, ասիկա միայն սիրելի քույր եղբայրներ, մեր եկեղեցիներու մեջ հաղորդություն գարնենք։ Հաղորդությունը չէ։ Այս խոսքը հաղորդությունը ավելի է։ Անչե որ դու կացիր եկեղեցի հաղորդություն արիր, քինի խմեցիր կամ հաց կերար, որ դու Հիսուսը ունիս։ Ոչ։ Եվ ասում շատեր կխանգարվին։ Շատերը կարծեն, որ հաղորդություն երթանք առնենք եկեղեցին, ամեն ինչ լավ գլա։ Ոչ, եւ որ գսե իմ արյունս պիտի խմես, իմ մարմինս պիտի ունես, սերը ես քո ներսիտիդ պիտի ապրիմ, եւ դու իմ ներսիտից պիտի ապրիս։ Իսկական ապաշխարություն, իսկական վերստին ծնունդ, իսկական ճշմարիտ միապանություն, որ այսօր շատ հավատացյալներ, եկեղեցի կացող հավատացյալներ այս բանի մեջ խնդրեմ ունեն։ Միապանություն դեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ինչպես կենտանի հայրս իս խրգեց ու ես կենտանի եմ հորը ցերկով, այնպես ալ անոր զիս կուդե, ինքնալ իմ ցերկովս կենտանի պիտի ըլլա։ Հալելույա։ Կենտանի պիտի ըլլա իմ ցերկովս, Հիսուսն է կյանք տվողը։ Մենք կրնանք ժամերով այս համարներու վրա խոսիլ։ Ես քեզ պիտի առաջարկեմ, որ այս 6-րդ գլուխը քոնե ամենեն քիչը 10 անգամ գարտաս։ 10 անգամ գարտաս, այսպես բաժնելով ամեն մեկ նյութերը դարբեր դեղեր տնելով, մի տեսնես ինչ զորավոր հսկայական մտքեր կան այստեղ։ Հիսուս իր մասին կխոսի։ Արաքյալը չէ որ Հիսուսի մասին կխոսի, Հիսուս իր մասին կխոսի։ Եվ այստեղ մեզ համար շատ կարևոր է։ Այս է այն հացը, որ երկինքեն իջած է, մեմիևս, ոչ թե մանանան, որ հայրենիդ կերան ու մերան, ով որ այս հացը ուդե հավիդյան պիտի ապրի։ Այս բաները խոսավ ժողովարանին մեջ, երբ Կապառնայումի մեջ կգտնվեր։ Ժողովարանին մեջ, հрьяաներուն, քարոզ գուդա։ Հрьяաները որ ամեն շաբաթ օրերը գհիշեին Մովսեսի անաբադյալ մանանայի մասին,
Հիսուս կսե այն չէ գերան մերան կացին ես եմ այն հացը ինձ պիտուդես որ հավանական կյանք ունենաս հայրը ինձ խրգեց ես եմ երկինքեն իջած հացը եւ այսօր ծեր արջևը կանգնած գսեմ եկեք միապանվեցեք ինձ Անշուշտ չեն հասկանար, քանի որ Տեր Սուրբ Հոգին եկած չէր եւ Տեր Աստված իրենց սիրտը բացած չէր, բայց այս խոսքերը 90 տարի ներողություն այս բացմութենեն 70 տարի հետո կրվեցավ, 70-ին 80 տարի հետո կրվեցավ Հովանես Ավետարանիչ գմեգնապանե Հիսուսի աշխարհ գալու միտքը։ Անորմալ եթե գուզեք մեգումը նոր գդագարանը նվիրել իրեն ասեք Հովանես Ավետարանիչեն գարտացեք Հովանես Ավետարանեն սկսեք կարդալ, որովհետեւ հասկանան միտքը Հիսուս Քրիստոսի ինչ ըլլալը Աստվածությունը։ Հալելույա, փառք մեր Տիրոջը, օրհնյալ է մեր Տերը։ Համար 61 շարունակենք։ Աշակերտները շատեր երբ լսեցին ըսին Քրիստի այդ խոսքը, ով գնա ադոր մդիկ ընե։ Նորմալ է։ Հիսուս մարդկանց շոյելու չեկավ։ Եկեղեցիներուն մեջ մարդիկ շոյվելու դեղ չէ։ Եկեղեցին շոյելու դեղ չէ։ Եկեղեցին ճշմարտություն ասելու դեղ է։ Խոսքը Քրիստե անոր խոսքը։ Եվ ով այն աշակերտներ, որ իր հետ էին։ 13-ին զատ շատ աշակերտներ ուներ Հիսուս եւ գհետևեին իրեն։ Գսորվեին, գլսեին, գտեսնեին։ Բայց ահավասիկ Քրիստ խոսեցավ Հիսուս։ Այսօր եկեղեցիներուն մեջ բզդիկ բանեն մարդիկ կներվին, եկեղեցիները կթողնեն։ Միապանությունը կթողնեն, իրենց քույր եղբայրները կթողնեն։ Հովիվը Քրիստ խոսեցավ, եղբայրը Քրիստ խոսեցավ, քույրիկը Քրիստ խոսեցավ, եւ գշփանան եւ շփացած այսօր եկեղեցիներու մեջ հավատացյալներ կան։ Մեկ խոսքով եկեղեցիները շփացած հավատացյալներով լեցուն են։ Եթե այդ մարդը իրական շեշտը ունի Տեր Հիսուս Քրիստոսի վրա, պիտի սորվի Քրիստություն ստանալ Տիրոջեն։ Քանի որ Տերը Քրիստ գուզե մեզ այնքան գսիրե, որ Քրիստ ծևով գուզե մեզ թաստիարակել։ Այսօր ասածը շատ խիստ է ով պիտի գնե, Հիսուս երբ հասկացավ թե իր աշակերտները այն բանին համար դրդունջ կնեին, ըսավ անոնց, ադիգա ցես գկայտագեցնե, ինչ որ գսեմ ցեզի։ Բե հավա ինչ պիտի անեք, եթե դեսնեք որդի մարդո ելելը ուր առաջ էր։ Չեք կրնալ հասկանալ։ Եվ այստեղ է հոգին գենտանի անողը, հոգին է գենտանի անողը, մարմինը շահ մճներ։ Այն խոսքերը, որոնք ես ցեզի կխոսիմ, հոգի են եւ կյանք են։ Հիսուս այս խոսքերը կխոսի, բայց մարդը չի կրնալ հասկանալ։ Քանի որ հոգի է, Սուրբ Հոգին պետք է հայտնի, Հայրը պետք է հայտնի, Հայրը պետք է քաշի, որ մարդը հասկանա։ Աշակերտներ, ահավասիկ Հիսուսի հետևորդներ, բայց չեն հասկանալ։ Գկայտագվին, գնեղանան, գծավին, գհիաստապվին։ Բա ինչու կհետևեիք Հիսուսին միջև հիմա։ Կհետևեիք հաց ուտելու համար, կհետևեիք հրաշքներ ընելու համար, հրաշքներ ապրելու համար, կհետևեիք օրտնվելու համար, թե կհետևեիք Հիսուսի հետ մեկ լալու համար։ Եվ այսօր մեր եկեղեցիներում մեջ ճիշտ նույնն կա։ Հիսուսի կհետևենք օրտնություն առնելու համար եւ ոչ թե մեկ լալու։ Իդուք իմ մերսիտիս, ես ծեր ներսիտին գսե, ինձ պիտի ուդեք, ինձ պիտի խմեք, իմ մարմինս, իմ արյունս, մեկ պիտի լանք մենք իրար հետ։ Եվ ոչ թե եկեք ինձի եւ ես ցեզ հանգստություն պիտի դամ, ինչ որ այս համարը գարտացինք Մատթեոսի մեջ, եկեք ինձի ով հոգնած բեռնավորվածներ եւ ես ցեզ պիտի հանգչեցնեմ։ Ամեն, հանգչեցնել, բայց ինչ։ Ինձ մեզ սորվեցեք, որ ես հեզ ու խոնարեմ։ Շարունակություն գա այդտեղ։ Ուրեմն սորվիր գա Հիսուսեն, Հիսուսեն սորվիր, Հիսուսի մեջ ըլլալ, Հիսուսի խոսքերը մեր մեջ ըլլան։ Բայց ծեր մեջ են կան ոմանք, որ չեն հավատար։ Վասնզի Հիսուս սկիզբեն գիտեր թե որոնք չեն հավատար եւ ով է ան որ զինք պիտի մատնե։ Ահավասիկ աշակերտներ Հիսուս կսե ծեր մեջ կան մարդիկներ, որ դեռ չեն հավատար։ Իմ հետս են, իմ հետևես կկալեն, ինձ գիտեն եւ այլն, բայց չեն հավատար, ասել է որ մեկ չեն իմ հետ։ Իրենց լավ լսեցեք, իրենց շարժարիտները բոլորովին դարբեր է իմ նպատակեն։ Հավատացյալներուն շարժարիտները երբեմները շատ բոլորովին դարբեր է ինչ որ Հիսուս նպատակ ունի իրենց համար։ Աշակերտներ Հիսուսի հետ կքայլեն, Հիսուս կսե ծեր մեջ մարդիկ կան ինձ չեն հավատար։ Բայց աշակերտին իր հետ կքալեն։ Միասին էին։
Չեմ գիտեր քանի հոգի չսված այստեղ։ Բայց իրան հետ էին։ Ու սավասոր համար ցեզի ասի թե մեկը չի գրնար ինձ գալ, եթե իմ հորմես դրված չլա անոր։ Եվ այս պատճառով է որ գսե իր աշակերտներեն շատեր ետ կացին եւ ալ իրեն հետ չէին բդդեր։ Գեհդեվեին Հիսուսին։ Բայց Աստված չէր դված այդ մարդիկը Հիսուսին։ Աստուծո մեջ չէին անոնք։ Կոկային եկեղեցի, բայց Աստված չէր որ այդ մարդկանց որոշած էր, ընտրած էր։ Այդ մարդիկը Հիսուսին դրված մարդիկ չէին, անոնց շարժարիտները բոլորին դարբեր էին։ Մենք սերվեցինք գործ Արաքելոցը, երբ տեսանք այդտեղ գախարդ Սիմոնը, որ հետևեցավ Փիլիպոսին, բայց իր շարժարիտը բոլորին դարբեր էր։ Մգրդվեցավ նույնիսկ։ Չրով մգրդվեցավ, բայց շարժարիտը դարբեր էր։ Քեզի հարց տամ, քո եկեղեցի քալու շարժարիտը ինչ է։ Հիսուսի հետևելու շարժարիտը ինչ է։ Հիսուս կսե գիտեր անոնց, որ անոնք չէին հավատար։ Ինչու՞։ Քանի որ անոնք Աստուծո ընդրված չէին։ Եվ այդ պատճառով գրված է 67-րդ համարը, այդ պատճառով թողեցին եւ կացին, քանի որ ընդրված չէին Աստուծո։ Քանի որ Աստուծո նվիրված չէին։ Իրենց նպատակը Հիսուսը չէր, իրենց նպատակը այս կամ այն շարժարիտներն էին։ Եվ այսօր մեր եկեղեցիներում մեջ լեցուն կան այսպես սիրելիներ։ Եթե դու այդպես ես, լավ լսե, դու քեզ քննե, քո կյանքիդ նպատակը ինչ է, շարժարիտդ ինչ է։ Ինչու գնես, ինչ որ գնես, ինչու գերտաս այդ եկեղեցին ուր որ գերտաս, ինչու գաղութես, ինչպես գաղութես, ինչու սուպիր գարտաս, ինչպես որ գարտաս, ինչ է քո շարժարիտը։ Այսօր համար ցեզի թե մեկը չի գնար ինձ գալ, եթե իմ հորմես դրված չլա, եւ այդ պատճառով իր աշակերտները շատեր ետ կացին եւ ալ իրեն հետ չէին բդդեր։ Այնադեն Հիսուս 12-ին դարձավ եւ ասավ. Միտե դու գալ գուզեք երթալ։ Հիսուս չասավ. խնդրեմ գեցեք, մնացեք, լավ գլա ինձ յետլակ, լավ գլա որ չերթակ։ Չէ, շատ բարձ, միտե դու գալ գուզեք երթալ։ Եթե գուզեք, հրամեցեք։ Ձեր շարժարիթը ինչ է։ 12-ին գսե Հիսուս։ Գիտնալով որ 12-ի մեջ մեկը իրեն պիտի մատնե արդեն։ Ձեր շարժարիթը ինչ է։ Ինչ է ձեր ուզածը։ Գուզեք երթալ, հրամեցեք կացեք։ Եվ Սիմոն Պետրոս պատասխան տվավ ասավ. դեր որու երթանք։ Թուն ունիս հավնանգյանքի խոսքերը։ Քու մեջը դե հավնանգությունը։ Թուն ես կյանքը։ Դու ես վերջին օրը հարություն տվողը։ Դու ես հավնականություն տվող, դու ես կյանք տվողը, դու ես հացը, դու ես մեր էությունը, մեր նպատակը, մեր ապրելակերպի խոսքը, դու ես ուր երթանք։ Ով գրնա մեզ դալ ինչ որ դու ես մեզի։ Պետրոս կորձ ուներ, դեղ ուներ, ընտանիք ուներ, զոքանչ ուներ գիտենք։ Պետրոս ընելիքներ ուներ, երթալիք տեղեր ուներ, կորձադեր մարդ էր։ Են չէ որ ինքը փամը չուներ ընելու եւ ինքը Հիսուսին հետևեցավ։ Ինչ որ այսօր շատեր երբեմն գսեն, եթե ժամանակ ունենանք կիրակի գուքանք եկեղեցի։ Եթե ժամանակ ունենանք սուպկիր կգարտանք, եթե ժամանակ ունենանք, եթե այսը լա, եթե այնը լա, Պետրոս կսե շատ բաներ ունի մնելիք, շատ տեղեր ունիմ գնալիք, բայց չեմ ուզեր երթալ, քանի որ քո մեջն է իմ կյանքիս հոգևոր իմաստը։ Ուր երթանք, դու ունիս կյանքի հավնականության խոսքերը։ Եվ մենք հավատացինք եւ գիտցանք թե դու ես Քրիստոսը, Աստուծո որդին։ Հիսուս պատասխան տվավ ասավ. ես ցեզ 12-ը չընտրեցի, բայց ցեզ մեկը սատանա է։ Ասիկա գսեր անշուշտ Իսկարիովյացի Սիմոնյան Հուտայի համար, վասնզի անիգա էր, որ զինք պիտի մատներ, թեև 12-ն մեկներ։ Թեև 12-ն մեկներ, ահավասիկ մեկը, որ շարժարիտը Հիսուսը չէր։ Անորամար մատնեց։ Տեսանք լեցուն հավատացյալներ, որ գեհդեվեին Հիսուսի աշակերտները թողեցին եւ կացին, եւ տեսանք այստեղ նաեւ Հուտան, որ պիտի մատնե երթա։ Բայց այդ բոլորին մեջ կա մեկը, որը սավ
տուն իս հավենգան կյանքը մենք գիտանք հավատացինք որ դու ես Քրիստոսը եւ այս խոսքը Մատթեոս 16-ին մեջ երբ որ Պետրոս կսե դու Քրիստոս ես Աստծո որդին Հիսուս կսե այս չէ որ դու քեզ մովսիր այլ հայրը քո մեջ ներշնչեց այդ խոսքը նորեն գտեսնենք հայրն է որ գուտա այդ ուղղությունը բայց այդ մարդկանց որոնց շարժարիտը միան Հիսուսն է Կորձագից է հայր Աստված եւ մարդը իրար հետ Աստված թուրը գփանա մարդը ներս կմտնա որքան մարդը ներս կմտնի այնքան Աստված ավելի հայտնություններ կուտա եւ ավելի այդ մարդը կմոտենա Հիսուս Քրիստոսի Հիսուսի անձին Հիսուսի էության Հիսուսի միտքը Հիսուսի էությունը Հիսուսի անձը Հիսուսի խոսքը Սիրելի քույր եղբայրներ այս 6-րդ գլուխը պիտի խնդրեմ ձեզ մի քանի անգամ գարտացեք Ցերկենիտ քրիչ թուղթ եւ ամեն մեկ այս խոսքերը իրար մի բաժանեցեք այսպես եւ այսպես նյութերով դրեք թե Հիսուս ինչ կսե իր մասին եւ իսկապես պիտի տեսնեք մեծ օրհնություն եւ ձեր աղոթքը պիտի փոխվի Հիսուսի հանդեպ ձեր նայվածքը պիտի փոխվի Հիսուսի հանդեպ ձեր շարժարիտները պիտի մաքրվին եւ պիտի փառք տակ Տիրոջը իր մեծափառության համար իմ արյունս իմ մարմինս ես իջայերգինքեն ես եմ գենացածը ես եմ կյանք տվողը ես եմ հավանականություն տվողը ես եմ հարություն տվողը ես եմ միայն ես եմ մի վախնար ես եմ հալելույա օրհնյալը լա մեր Տերը փառք Տիրոջը սիրելի քույր եղբայրներ այսօր այս կայնը եկեք լսենք այս քեղեցիկ երգը որ գսե քո արյունը դեր քո արյունը մեզ գազադե եւ գվերակտնենք իրար Խաչիվրա թափվեց արյունդ Հիսուս չնջեց մեղքերին հավիտյան փրկեց ինձ մահից անեծքի բերից սուր արյունը քո անբիծ անարատ արյունը քո մեղքերնի մաքրում է հիմա արյունը քո ինձ դարձնում է ծնից Եվ թե հանկարծ շրջվեք քո ճանապարհից իրաքին ինձ Տեր խնդրում եմ օգնիր քո գիրը դառնա լիներ քեզ հետ միշտ սփռել քո արյունը բացվական Մաքրում է հիմա
ամեն, ամեն եւ ամեն փառավորվի մեր Տերը, որ իսկապես մեզ գուտա այդ միտքը, այդ զորությունը, այդ արյունը։ Օրհնյալը լաստուն դեր շնորհակալ ենք ամենագալ Աստված մեր այսօրվա համար, շնորհակալ ենք քո փառքի համար, քո զորության համար, փառք քեզ այսօրվա համար, այս քեղեցիկ խոսքի համար Տեր, քո Հիսուս Քրիստոս ես կետրոն ամեն ինչին գխոնարինք եւ գործենք քեզ եւ կխնդրենք մեզ ներես, մակրես, սրպես, առաջնորդես, անոնք որ ուղեցին այսօր այս ուղիետերը լսեցին, այցել է մակրես, սրպես, օրացուր եւ այս խոսքերը ինձ կյանքը փոխե եւ դու փառավորվես ամեն բանի մեջ։ Հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Դերը ցեզ արադաբես օրտնե, սիրելի քույր եղբայրներ, գսիրենք ցեզ, գործենք ցեզ Հիսուսի անունով։ Եղեք օրտնված, կացեք Տիրոջ ճանապարհի մեջ, փառավորվի մեր Տերը, մենք ժամարտություն կտանք իրար նույն ժամուն, նույն ալիքին, մինչ հաջորդ անգամ ցտեսություն։